Առաջին հարցը, երկրորդ հարցը բերենք առաջ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումների փոփոխություն կատարելու մասին հիմնական զեկուցող Հայկ Սարգսյան, բայց չէ, բերեք այսպես անենք, որ երկրորդ հարցը պաշտպանության նախարարին տանք հնարավորություն առաջին կետի երկրորդ հարցը զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն լրացում կատարելու մասին հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյան, պարոն նախարար, խնդրեմ, հերթականությունը հետագայում կմնա նույնը, առաջինը կմնա իր տեղում եւ վերջին հարցը Հայկ Սարգսյանի նախագծի երկրորդ ընթերցումը կմնա իր տեղում, պարոն նախարար, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից։ Ներկայումս պաշտպան հայրենիաց ծրագրով 4000-ից ավելի պարտադիր զինծառայողներ անցել են պայմանագրային զինվորական ծառայության եւ հոսքն ավելացնում են միտում ունի, որի կապակցությամբ առաջարկում է պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Ընդ որում, առաջարկող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հավանություն տալ օրենքի նախագծին։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարցեր հիմնական զեկուցողին Քրիստինե Պողոսյան։ Մի հարց, պարոն նախարար, ատեստավորման հետ կապված հարցերը ժամկետ կա, երբ է ուժի մեջ մտնում, օրինակ հիմա այս պահին կնքված պայմանագրերի վրա դա ազդում է, թե չի ազդում։ Նրանք, ովքեր դեռևս ատեստավորում չեն անցել, բնականաբար իրենց վրա ազդեցություն կգործի, բայց նրանք, ովքեր արդեն պայմանագիր են կնքել ու նշանակված է ատեստավորման օր, իրենց վրա չի անդրադառնա։ Պարոն նախարար, տվյալ նախաձեռնությունը ենթադրում է, որ գրավչությունը բարձրացնում է եւ սոցիալական փաթեթի կառուցվածքն է ավելացնում, որի հիման վրա մենք ապագայում հանձինս պաշտպան հայրենիացի, մեխանիզմների մենք ունենանք ավելի կրթությամբ օժտված սպայակազմի հեռանկար, ճիշտ ենք հասկացել։ Այո, եւ այս համատեքստում մի դիտարկում եմ ուզում անել, հարգելի գործընկերներ, ինչու հիմա այս որոշումը ընդունվեց, որովհետեւ նախկինում մեզ մոտ հետեւյալն էր. ուսումնական զորամասերում ժամկետային զինծառայողները անցնում էին մի ուսումնական պլանով, որը ավելի հեշտացված էր ըստ էության, իսկ պայմանագրային զինծառայողների համար պահանջները այլ էին։ Այսօր արդեն զինված ուժերում ներդրված է համահավասար սկզբունք, այսինքն ուսումնական զորամասերում ուսումնական process-ը, պատրաստությունը անցնում են եւ քննությունը տալիս են նույն չափորոշիչներով, ինչ չափորոշիչով հանձնում է սպան եւ պայմանագրային զինծառայողը։ Եվ քանի որ այս նույնականացումը արդեն արկա է, սա հիմք ընդունելով մենք մարդկանց երկու անգամ
չենք չարչարում եւ ստացած գնահատականները, եթե ինքը համաձայն է դրա հետ, համարվում է ատեստավորման գնահատական եւ նոր փոփոխություններով արդեն երբ մենք ուսումնական զորամասերում ուսումը կդարձնենք 4 ամիս, կստացվի, որ 4 ամիս ծառայելուց հետո, ավարտական քննությունները հանձնելուց հետո պայմանագրային զինծառայող կարող է համարվել ատեստավորված։ Նույնը վերաբերում է ռազմական ակադեմիան ավարտող մեր գործընկերներին, նրանք էլ իրենց հերթին հիմա ավարտական քննություններով կհամարվեն ատեստավորված եւ զորամասեր կգնան արդեն ատեստավորված եւ բարձր աշխատավարձով։ Նախկինում մենք նրանց ուղարկում էինք զորամաս, հետո 3 ամիս հետո մանավանդ որ շատերը արդեն մարտական հերթապահության տարբեր խնդիրներով էին զբաղված, դժվարանում էր նրանց կրկին վերադարձնել եւ քննությունների մասնակից դարձնել։ Այսինքն կարող ենք հաստատել, որ առաջին փուլը մենք ավարտել ենք կրթությանը վերաբերող մեր կրթահամալիրներին, որտեղ պարտադիր ատեստավորում դրել են, կապել ենք նաև կրթության հետ։ Հիմա ըստ էության այդ խնդիրը արդեն լուծված է եւ եթե նա ընդունվել է, արդեն օժտված են գիտելիքներով, որը բավարար է իրեն համարել ատեստավորված։ Այսինքն այդ շարժման թեման արանքից դուրս է գալիս։ Պարոն Քոչարյան, դե սա շարունակական գործընթաց է, իհարկե պետք է դուրս գա շահարկման թեման, որովհետև ուսումնական process-ը ինքը շարունակական process է, վեր են հանվում խնդիրներ, բացեր, ընթացից դրանք շտկվում են եւ փորձում ենք դրանք դարձնել կատարյալին մոտ։ Արմեն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան, ընդունենք այսպիսի իրավիճակ հայրենիաց պաշտպան ծրագրով, պաշտպան հայրենիաց ծրագրով ավարտում է եւ քննությունները հանձնում է գերազանց եւ անցնում է ծառայության։ Այս դեպքում շարքային զինծառայողը գերազանց հանձնած մաքսիմում ինչ ակնկալիք կարող է ունենալ կոնկրետ աշխատավարձի։ Ես հիմա ձեզ հստակ թվեր չեմ կարող նշել, ինչու, որովհետեւ կախված մասնագիտությունից ու այն զորամասը, որտեղ նա ծառայության կանցնի, դրանից կախված է նաեւ աշխատավարձի չափ, այսինքն այն հավելումները, որոնք կապված են մասնագիտությունների հետ, դրանից ելնելով է ձևավորում դրա աշխատավարձի չափը, բայց կարող եմ ասել, որ իր բազային աշխատավարձին կարող է ավելանալ բավականին մեծ, այո, այդքան կավելանա։ Շնորհակալություն, հարցերը հիմնական զեկուցողին ավարտվեց, հարակի զեկուցումով ես հանդես գամ, հարգելի գործընկերներ, ես հարցադրումների բովանդակության մեջ իմ ելույթի որոշ հիմնական դրույթները նշեցի եւ կարող եմ ասել, որ շարունակական process-ի մեջ սա այն քայլերից մեկն է, որը հարստացնում է մեր ապագա քայլերի հասնելու հնարավորությունը եւ սոցիալական փաթեթը կապված կրթության, ատեստավորման եւ բանակի ինտելեկտուալ կարողությունները ավելացնելու եւ պահելու բանակի մեջ սա կարեւոր նախաձեռնություններից մեկն է։ Պարոն նախարար, կարծում եմ, որ մեր օրենսդիր գործունեությունը, որպես անում ենք այս վերջի 2 տարվա ընթացքում, բերել է այնպիսի արդեն հարցերի լուծման, որ ինքը գրավչության հետ կապված խնդիրները դարձնում ավելի տեսանելի։ Ուստի հարգելի գործընկերներ, առաջարկում եմ, որ մենք մեր շարունակական process-ը դարձնենք անշրջելի եւ կայացած եւ գնանք առաջ։ Ուստի կոչ եմ անելու կողմ քվեարկենք կառավարության ներկայացրած այս փոփոխությունները։ Հարցեր հարակի զեկուցողին։ Հարցեր չկան, ելույթների համար հերթագրում։ Արմեն Խաչատրյան, խնդրում։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, իրականում նախագիծը շատ ողջունելի նախագիծ է եւ սպասված նախագիծ է։ Ըստ էության քննարկման արդյունքներով եկանք այն եզրանկման, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողները ինչպիսի գնահատականներ կստանան, այդ գնահատականները կհամարվեն նաև ատեստացիայի արդյունքներ եւ ըստ այդմ կբարձրանա իրենց աշխատավարձի չափը։ Պաշտպան հայրենիաց ծրագրի մեջ ընդգրկված մեր զինծառայողները, ովքեր 18-ից 20 տարեկանները, ովքեր 6 ամիս ուսումնական զորամաս անցնելուց հետո հանձնում են քննություն, այս քննություններն են լինելու դիֆերենցված, այո, եւ այդ քննության արդյունքները դառնում են նաեւ ատեստացիայի արդյունքներ։ Ստացվում է, որ եթե մասնագիտությունը չի փոխում, եթե չի փոխում մասնագիտությունը, այո։ Ստացվում է, որ տեսեք, նոր ավարտ լեյտենանտը առնվազն ստանում է 230-250 հազար դրամ աշխատավարձ, չէ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո։ Եվ եթե
նրա քննության արդյունքները գերազանց են իր աշխատավարձին 230 կամ 250 հազարին, նա գումարում է նաև 475 հազար աշխատավարձ։ Չէ, կներեք, 475 հազար, սպաների համար այդքան է գերազանցի արդյունքը, և խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք, թե ինչ մոտիվացիոն հիմք է ստեղծում մեր երիտասարդներին, որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը։ Այսինքն լեյտենանտը նոր ավարտած, հնարավոր է, որ ստանա գրեթե 700 հազար աշխատավարձ։ 620-ից 750 հազար դրամ Աշխատավարձ մինչև կարող է ստանալ։ Մարտական հերթապահություն անցկացնող զորամասերում դա կարող է տատանվել մինչև 820 հազար։ Այո, մարտական զորամասերում արդեն որոշակի հավելավճարներ են լինում եւ 800 հազարից ավել աշխատավարձ կարող է լինել։ 620-ից 750, սա է ճիշտ ասել, որ հետո տարընթացում։ Շնորհակալություն, իհարկե կոչ եմ անում կողմ քվեարկենք այս նախագծին, այսքան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես որպես հարակից զեկուցող ցանկություն չունեմ լրացուցիչ ելույթի, պարոն նախարար։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծը մեր հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի անցման, շատ կարևոր եմ համարում, խնդրում եմ կողմ քվեարկել, որովհետև սա մեզ օգնելու է, որպեսզի շատանան, ստվարանան մեր շարքերը պայմանագրայիններով, երիտասարդ պայմանագրայիններով, մարդիկ, ովքեր ունակ են դառնալու մեր բանակի միջուկն ու կորիզը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարգելի գործընկերներ, քվեարկում ենք զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու եւ լիագումար նիստ ուղարկելու դրական եզրակացություն ստանալու դեպքում ովքեր են կողմ դեմ ձեռնպաչկա, պարոն նախարար, շնորհակալություն։